Խնդիրը պահանջում է գտնել բոլոր բնական x-երն այնպիսին, որ x-ի 4 աստիճան գումարած x քառակուսի գումարած 1 արտահայտության արժեքը լինի պարզ թիվ։ Շատ լավ, ինչ պետք է անել այսպիսի խնդիրների դեպքում։ Առհասարակ, որպեսզի թիվը պարզ լինի, այն չպետք է ունենա 1-ից և իրենից բացի այլ բաժանարարներ, ինչը նշանակում է, որ եթե մենք կարողանանք այս արտահայտությունը ինչ-որ երկու թվերի արտադրյալի տեսքով ներկայացնել և ֆիքսենք այն պահը, որ այդ թիվը պարզ է, մենք հստակ կարող ենք ասել, որ արտադրիչներից մեկը պետք է լինի մեզ մոտ 1-ի հավասար, իսկ մյուս արտադրիչը պետք է լինի հենց այդ պարզ թիվը։ Հետևաբար, նմանատիպ խնդիրներում մեր առաջին քայլը կլինի արտադրիչների վերլուծել, որպեսզի կարողանանք արդեն մեր պնդումները անել արտադրյալի վերաբերյալ։ Վերլուծենք արտադրիչների։ Շատ լավ, ինչպես կարելի է x-ի 4 աստիճան գումարած x քառակուսի գումարած 1-ը վերլուծել արտադրիչների։ Դե նախ արտագրենք այն, ինչ ունենք, ու հետո ինչ կարող ենք անել արդեն սրա հետ։ Դե առաջարկում եմ դեռ վերցնենք և ընդհանուր հանենք առաջին երկուսից x քառակուսի հատվածը և մեզ մոտ կստացվի x-ի քառակուսի գումարած 1 ընդհանուր հանելուց հետո և դրան ավելացրած 1։ Հիմա տեսնում ենք, որ այստեղ 1 ունենք և կարող ենք իրականում գումարել և հանել x քառակուսի, որպեսզի այս արտադրիչը կրկնվի։ Հետո հանած x քառակուսու հետ կորոշենք, թե ինչ անենք։ Առայժմ փորձենք ինչ-որ մի բան փակել, ինչ-որ երկու արտադրիչների տեսքով ներկայացնել։ Դրա համար այստեղ արդեն գումարենք մեր x քառակուսին ու հանենք x քառակուսի, որպեսզի ոչինչ չփոխվի և կարող ենք այս երկուսը տեղերով փոխել, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի հետ գործ ունենք, բայց իրականում էական չէ, որովհետև x քառակուսի գումարած 1, թե 1 գումարած x քառակուսի նույն բանն ունենք, և հիմա արդեն ընդհանուր հանենք, ահա այս հատվածից x քառակուսի գումարած 1-ը, ու մեզ մոտ արդյունքում ինչ կստացվի, x քառակուսի գումարած 1 և ահա այս գումարելուց մեզ մոտ x քառակուսի կմնա, ահա, իսկ հետևյալ գումարելուց, երբ հանենք x քառակուսի գումարած 1-ը, ակնհայտ է, որ 1 կմնա, և դրանից մենք հանում ենք x քառակուսի։ Շատ լավ, դե հիմա կարող ենք նկատել, որ սա նույն թիվը իրենով բազմապատկած է, ուստի եկեք նախ կարճ գրենք, x քառակուսի գումարած 1-ի քառակուսի տեսքով ներկայացնենք, ու դրանից մենք հանում ենք x քառակուսի։ Ահա, այսքան ներկայացրինք, հիմա սրա հետ ինչ կարող ենք անել։ Դե իրականում այստեղ օգտագործելու ենք կրճատ բազմապատկման բանաձևերից մեկը, որը բավականին հարմար է հետևյալ իրավիճակի համար, դա a քառակուսի մինուս b քառակուսի բանաձևն է, որը երկու արտադրիչների տեսքով է ներկայացնում այս տարբերությունը a մինուս b անգամ a պլյուս b տեսքով է ներկայացնում, ինչն էլ հենց մեզ պետք է, այսինքն մենք ինչ-որ տեսքով ներկայացրինք, որը արդեն կարող ենք ներկայացնել երկու թվերի արտադրյալի տեսքով։ Կունենանք մինուս x գումարած 1, այսինքն կունենանք x քառակուսի գումարած 1-ից հանած x և հանած x-ը ուղղակի առաջ բերեցի և x քառակուսի գումարած 1-ին գումարած x։ Շատ լավ, ու հիմա ներկայացրինք այս ամենը արտադրիչների տեսքով։ Ինչ կարող ենք անել սրանից հետո։ Դե սրանից հետո պետք է կատարենք մեր պնդումները, ասենք, որ թվերից մեկը մեզ մոտ 1-ի է հավասար, իսկ մյուսը պետք է լինի պարզ թիվ։ Իսկ արդյոք կարող ենք ասել, որ սա 1 է, սա պարզ թիվ, բետառով պարզն են առհասարակ նշանակում, ու հետո սա պարզ է, սա 1։ Եվ մի բան էլ հիշենք, որ x-ը մեզ մոտ բնական թիվ էր։ Իհարկե կարող ենք ինչ-որ բացասական արժեքներն էլ դիտարկել, մինուս 1 մինուս պարզ և մինուս պարզ մինուս 1, որովհետև x-ը իհարկե մեզ մոտ բնական թիվ է, բայց հետևյալ տարբերությունը կարող է բնական չլինել, ուղղակի իրավիճակ է, որը դիտարկում են առհասարակ։ Շատ լավ, հիմա այսքանը ունենք։ Եկեք ուշադրություն դարձնենք այս իրավիճակին, քանի որ մեզ մոտ առաջին փակագծի արժեքը ակնհայտ փոքր է երկրորդ փակագծի արժեքից, որովհետև x քառակուսի գումարած 1-ից մի դեպքում հանում ենք x, իսկ մյուս դեպքում գումարում ենք x, ուստի այս առաջին փակագիծը չի կարող ավելի մեծ արժեք ընդունել, քան երկրորդ փակագիծը, հետևաբար ակնհայտ դուրս է գալիս այս տարբերակը և այս տարբերակը, որովհետև դե մինուս 1-ը գիտենք, որ մեծ է ինչ-որ մինուս պարզ թվից։
ու մեզ մոտ արդյունքում մնում են երկու իրավիճակներ։ Դրա համար եկեք ահա այս կտորը մաքրենք և հիմա քայլ 2-ում նկարագրենք այն, ինչ հենց նոր ասացինք։ Քանի որ x քառակուսի մինուս x գումարած 1-ը մեզ մոտ փոքր է x քառակուսի գումարած x գումարած 1, ակնհայտը մի դեպքում գումարում ենք x, մյուս դեպքում հանում ենք x։ Այստեղից հետևում է, որ ունենանք երկու իրավիճակ։ Կամ մեզ մոտ x քառակուսի մինուս x գումարած 1-ը հավասար պետք է լինի 1-ի, կամ այն պետք է լինի ինչ-որ բացասական պարզ թիվ, և որի դեպքում էլ մեզ մոտ x քառակուսի գումարած x գումարած 1-ը պետք է հավասար լինի մինուս 1-ի, բայց ակնհայտ է, որ սա մեզ մոտ մեծ է, տեսեք, x-ը քանի որ բնական է, ամենափոքր արժեքը ինչ նա կարող է ընդունել դա 1-ն է, և ահա այս գումարն էլ մեզ մոտ ակնհայտ է, որ մեծ կլինի x-ի ընդունած ամենափոքր արժեքի հնարավոր իրավիճակից, այսինքն 1 քառակուսի գումարած 1 գումարած 1, որը հավասար է 3-ի։ Ուստի այս իրավիճակը չբավարարեց բացասականների հետ, մենք գործ չունենք։ Շատ լավ, ստացանք, որ բացասական իրավիճակը մեզ չէր բավարարում դրա համար։ Նրա հետ տվյալ պահին մենք ոչինչ անել չենք կարող, դա x-ի բնական լինելուց էր, ու քանի որ մեզ մոտ առաջին արտադրիչը փոքր է երկրորդ արտադրիչից, հետևաբար առաջին արտադրիչն էլ պետք է հավասար լինի 1-ի, իսկ երկրորդ արտադրիչը պարզ թիվ պետք է լինի, սակայն երկրորդ արտադրիչը չենք հավասարեցնի պարզ թվի, որովհետև մենք նույնիսկ հստակ չգիտենք, թե ինչ պարզ թվի հավասար կլինի, դրա համար ուղղակի փորձենք այս հավասարումից եզրակացություններ անել։ Ունենանք x քառակուսի մինուս x հավասար է 0-ի, ուղղակի երկու մասից հանում ենք 1 թիվը։ Որտեղից էլ արդեն կարող ենք x-ը ընդհանուր հանել ու կունենանք x անգամ x մինուս 1-ը հավասար է 0-ի։ Դե արդեն այստեղից էլ x-ը պետք է լինի կամ 0, կամ x-ը պետք է հավասար լինի 1-ի։ Բայց հիշենք, որ մեզնից պահանջվում էր, որպեսզի x-ը լինի բնական, ահա այստեղ շատ կարևոր է։ Նշենք, որ սա մեզ մոտ բնական չէ։ Որտեղից է։ Մեզ մոտ հետևում է, որ x-ը պետք է հավասար լինի միայն 1-ին։ Եվ գտնել բոլոր բնական x-երն այնպիսի, որ այս արժեքը լինի մեզ մոտ պարզ թիվ, մենք լուծեցինք այն ձևով, որ x-ը պարտադիր պետք է հավասար լինի 1-ի։ Բայց մինչև պատասխանը գրելը եկեք ստուգենք, արդյոք ամեն ինչ ճշմարիտ է։ x-ի 4 աստիճան գումարած x քառակուսի գումարած 1-ը հավասար է լինելու մեզ մոտ 3-ի, իսկ 3-ը պարզ է, ուստի ճշմարիտ է ամեն ինչ և x-ը պետք է հավասար լինի 1-ի։ Շատ լավ, եկեք ամփոփենք խնդրի լուծումը ընդհանուր ու հասկանանք կրկին ինչ արեցինք։ Պահանջվում էր գտնել բոլոր բնական x-երն այնպիսի, որ հետևյալ արտահայտության արժեքը լինի պարզ թիվ։ Պարզ թվի սահմանումը հենց այն է, որ պարզ թիվը բացի իրենից և 1-ից չունի այլ արտադրիչ, այլ բաժանարար։ Դրա համար մեզ անհրաժեշտ է այս արտահայտությունը վերլուծել արտադրիչների, և եթե մենք կարողանանք վերլուծել արտադրիչների, վստահորեն կարող ենք ասել, որ արտադրիչներից մեկը կարող է լինել, պետք է պարտադիր լինի մեզ մոտ պարզ թիվ, իսկ մյուս արտադրիչը պարտադիր պետք է լինի 1։ Ու այստեղ ուշադրություն ենք դարձնում նրան, որ փոքր արտադրիչը պետք է հավասար լինի 1-ի, ինչն էլ արեցինք հետևյալ կտորում։ Շատ լավ, այսքանը մտքում պահեցինք, այսինքն ինչ-որ քայլեր ենք անելու արտադրիչների վերլուծելուց հետո։ Դրա համար մեր առաջին քայլն է արտահայտությունը արտադրիչների վերլուծել։ Դե ունեինք այս արտահայտությունը, ինչ կարող ենք անել։ Առաջին հայացքից ոչինչ մեր մտքին չի գալիս, բայց դե կարող ենք գոնե այս երկուսից x քառակուսին ընդհանուր հանել ու արդյունքում կունենանք հետևյալ տեսքի ինչ-որ բան, ու դրան էլ գումարած ինչ-որ 1։ Նկատենք, որ եթե x քառակուսի ենք գումարում հանում, ինչպես արդեն արել ենք, մենք ստանում ենք 2 հատ նույն հակագծից, այսպես ասած, և կարողանում ենք այդ կտորը արդեն ընդհանուր հանել ու արդյունքում ստանում ենք x քառակուսի գումարած 1-ի քառակուսուց հանած x քառակուսի, այստեղ էլ կիրառելով կրճատ բազմապատկման մեր իմացած բանաձևը, որը ներկայացնում է երկու քառակուսիների տարբերությունը երկու թվերի արտադրյալի տեսքով։ Ներկայացրինք մեր արտահայտությունը արտադրյալի տեսքով երկու թվերի։
ու նկատեցինք, որ առաջին թիվը փոքր է երկրորդ թվից։ Հիմա սկսեցինք ուղղակի դիտարկել, ինչպիսին կարող են լինել այս արտադրիչները։ Առաջինը կարող է լինել 1, երկրորդը պարզ, դեռ այն փաստը չենք ասում, որ փոքր է, պետք է մեզ մոտ լինի 1, դրան կանրադառնանք հիմա։ Առաջինը կլինի պարզ, երկրորդը 1 ու դրանց բացասականները։ Բայց քանի որ ահա այս երկրորդը մեզ մոտ, երկրորդ արտադրիչը պարտադիր դրական է եւ նույնիսկ մեծ կամ հավասար է 3-ից, ուստի բացասականները դիտարկելը անիմաստ է։ Շատ լավ։ Իսկ արդեն ահա այս կտորը 1 պարզ թե պարզ 1 իրավիճակը լուծում ենք նրանով, որ x քառակուսի մինուս x գումարած 1-ը փոքր է երկրորդ արտադրիչից, ուստի ակնհայտ է, որ առաջինը չի կարող պարզ թիվ լինել, իսկ երկրորդը 1, որովհետև ունենք հետևյալ անհավասարումը։ Անհավասարությունը 1-ի եւ որևէ պարզ թվի միջև։ Հետևաբար ուղղակի հավասարեցնելով առաջին արտադրիչը 1-ի, կարող ենք լուծել։ Ստացանք, որ x անգամ x մինուս 1-ը 0 է, որտեղից էլ x-ը կամ 0 է կամ 1, բայց քանի որ խնդիրը մեզնից բնական x-երն էր պահանջում, մենք ուղղակի այստեղ տեղադրեցինք ոչ թե x-ը 0-ն վերցրինք, x-ը 0-ն առհասարակ բացառեցինք, վերցրինք միայն x-ը 1 տարբերակը, դե իսկ x-ը 1-ի դեպքում էլ ստուգեցինք արտահայտության արժեքը ու ստացանք 3։ Դրա համար ամեն ինչ ճշմարիտ է եւ ունենք պատասխան միայն x-ը հավասար է 1-ի։ Շատ լավ, դե այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։